Ահա այսպես ուժերի գերլարումով անցկացված նախընտրական քարոզարշավը վերջապես ավարտվեց ու արդեն այս շաբաթ ունեցանք նոր խորհրդարան։ Ես Զորաբ Հարոյանը չեմ, բայց post-factum-ը միևնույնն է եթերում է եւ այն սկսելու գործում մեզ օգնեց 9-ամյա էքստրեմալիստ Արսեն Մանուչարյանը։ Ողջույն Արսեն, ինչպես ես։ Շատ լավ։ Հոծաններ չէր։ Չէ, նորմալ։ Ամեն ինչ նորմալ էր։ Հա։ Վիզը չի ցավում։ Չէ։ Արսեն, շատ շնորհակալ ենք մեր հաղորդումը սկսելու համար։ Մենք կշարունակենք անոնսից եւ գովազդից հետո։ Չհեռանաք։ Հայաստանն ընտրեց նոր խորհրդարան, ինչպես հաշվեցին, ով որքան ձայն ու մանդատ ստացավ, ինչ տեսք, կառուցվածք ու վերջապես բովանդակություն կունենա 6-րդ գումարման ազգային ժողովը։ Մեզ մոտ կստացվի հետևյալ պատկերը։ Մանդատները հաշվելու, բաժանելու նրանց տեղն ու գույնը, ձևն ու ձևավորված արդյունքը, մանդատամարտում։ Նոր խորհրդարանում թեժ է լինելու ընդդիմությունն ունի կարատեիստ կին, իշխանությունը բռնցքամարտիկ տղամարդ նոր падգամավոր։ Հույսով եմ, որ դրա կիրառման անհրաժեշտությունը երբևէ չի լինի։ Ովքեր են նրանք նոր ու անծանոթ դեմքերը, որ ընտրվեցին ում հավատացին ու խորհրդարան ուղարկեցին։ Շաքե Ղազարյանն ամփոփել է նոր ընտրության խորհրդարանական ելումուտը։ Անտանելի ակտիվ ու մաքսիմալ պրոդուկտիվ հաղթող ուժի քարոզարշավի ամենաակտիվ ֆիգուրը վարչապետն էր, ինչ խոստումներ տվեց ու ինչպես է այժմ իրագործելու։ Աշխատանքային ռեժիմը հայտարարում ենք արտակարգ իրավիճակ։ Ընտրարշավի ամբողջ ընթացքում ու երկրի ամբողջ տարածքում վարչապետին 1 ամիս ուղեկցած Նաիրի Մուրադյանն ամփոփել է գործադիրի խոստումները։